Պարոն Պետրոյան, մենք մի դեպք էլ ունեինք, այսպես ասած, գողեգող հարակից տարածքներում տոմետապատման, մի հատ խնդրեմ ներկայացնեք։ Պարոն քաղաքապետ, մենք երեկոյան ունեցանք մի հատ դեպք, երբ որ տնտեսվարողը որոշել էր իր դիմացի մայթի տարածքը բարեկարգել, չնայած ոչ սահմանված կարգով եւ առանց թույլտվության, այդ պատճառով կասեցվել է, տուգանվել է եւ եւս մեկ անգամ ուզում եմ հորդորել մեր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին միանշանակ ցանկացած աշխատանք կատարելիս շինարարական դիմել թույլտվության, ստանալ եւ նոր իրականացնել նման գործողություններ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոյան, կարծում եմ տնտեսվարողները որոշ դեպքերում մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չի, եւ նման բարեկարգման աշխատանքները, այո, պահանջում են համապատասխան թույլտվություններ, որոնք որ արդեն իսկ իրականացվում են էլեկտրոնային, բավականին պարզեցված տրամաբանությամբ, եւ այստեղ կարեւոր է ենթադրում եմ ինչի է տրամաբանությունը եղել արագ եւ առանց թույլտվության անելու, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ ձևով մենք թույլ չենք տալու եւ Երևան քաղաքի կենտրոնում մենք արդեն բետոնի սալիկների փոխարեն նաեւ ենթադրվում է, որ պետք է քարի սալիկներ տեղադրվեն, համապատասխան արդեն ամեն փողոցում, այո, որոշված տրամաբանությանը եւ հետեւապես բոլոր տնտեսվարողներին խնդրում ենք հետեւել այս կարգին եւ բոլոր նմանատիպ դիմումների դեպքում մենք շատ արագ կարձագանքենք եւ կարծում եմ այդ process-ը այլևս այդքան բարդ չի, բավականին պարզ է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։